Այսօր ես ուզում եմ խոսել բարի հովվի առակի մասին։ Այնքան հիասքանչ առակ է։ Այն գրված է Հովհաննես 10-րդ գլուխ առաջին համարից։ Ընթերցեմ. Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա որ դռնից չի մտնում ոչխարների փարախը, այլ ուրիշ տեղից, նա գող ու ավազակ է։ Բայց նա որ դռնից է մտնում, նա ոչխարների հովիվն է։ Դռնապանը բացում է նրան, եւ ոչխարները նրա ձայնը լսում են։ Ու իր ոչխարները անունով է կանչում, եւ դուրս է տանում նրանց։ Երբ իր ոչխարներին հանում է, նրանց առջևից է գնում։ Ու ոչխարները իր ետևից են գնում, քանի որ նրա ձայնը ճանաչում են։ Սակայն օտարի ետևից չեն գնում, այլ նրանից փախչում են, քանի որ օտարների ձայնը չեն ճանաչում։ Հիսուսը այս առակը ասեց նրանց, բայց նրանք չէին հասկանում, թե ինչ էր, որ իրենց խոսում էր։ Ես ընթերցեցի մինչև 6-րդ համարը։ Տեր Հիսուսը արքայության մասին խոսում էր առակներով։ Ու այս առակները այնքան խորը իմաստ ունեին իրենց մեջ թաքցրած, որ մարդիկ լսելով չէին հասկանում, թե այսինչ խոսեց։ Ինչի մասին է ասում, ինչ նկատի ուներ այս ամենը մեզ խոսելով։ Բայց փառք Տիրոջը, որ Աստծո որդին ինքն է ալիս մեկնությունը իր խոսած առակների։ Եվ երբ որ նայեք անգամ թագավորության առակները, որ Մատթեոս 13-րդ գլխում գրված են, Տեր Հիսուսը որ խոսում էր, ինքն էր սկսում էր մեկնությունը միշտ տալ, որ իր աշակերտները այդ գաղտնիքները հասկանան, եւ նա այնտեղ ասում էր աշակերտներին, որ արքայության գաղտնիքները ձեզ տրված է ճանաչել, բայց աշխարհին ոչ։ Այնպես որ ես եւ դու կսովորենք այս առակի մեկնությունը։ Բայց մինչև մեկնությանը գալը ուզում եմ այսպես պատկերավոր քննենք, թե այս 5 համարներում 5 խոսքերի մեջ Տեր Հիսուս այս առակի մեջ ինչ ներկայացրեց։ Նա խոսեց ոչխարների փարախի մասին 1. Որովհետև ասաց, որ ոչխարները ունեին բակ, փարախ, որտեղ նրանք գտնվում էին։ Մյուսը ինչ տեսանք առակի մեջ։ Այնտեղ կան գառներ, ոչխարներ այս փարախում։ Մյուսը այս ոչխարների փարախը ունի դուռ։ Երրորդը կմտածես, իսկ ինչու է քարոզիչը թվարկում այս ամենը, որովհետև ես եւ դու կարիք ունենք հերթականությամբ հասկանալու ինչ էր այս ամենը, որ ներկայացված էր առակի մեջ։ Մյուսը ինչ խոսեց Տերը հովվի մասին։ Հովիվ, ով այս գառների հովիվն է, եւ նա ինչ կերպով է մտնում փարախ։ Նա մտնում է դռնով։ 5-րդը այնտեղ կար նաև դռնապանը, ով պահպանում է, հսկում է դուռը, ինչու է հսկում, որպեսզի թշնամին կամ ինչ-որ մի ավազակ չկարողանա խցկվել եւ թշնամություն անել գառներին։ Մենք գործ ունենք դռնապանի հետ, ով բացում է դուռը, հովիվը որ ներս մտնի եւ գնա իր ոչխարների մոտ։ Մյուսը նաև ում տեսանք առակի մեջ, նաև գողին, ավազակին, ով չի մտնում դռնով, այլ փորձում է այլ ճանապարհ իրեն գտնել եւ մի այլ ճանապարհով, պատոհանով, չգիտեմ, կամ բարձրանում է վերև ու եթե վերևում երթիկ կա, միգուցե այնտեղով փորձում է գաղտագողի, չերևացող մի տեղով թափանցել ներս, որ վնաս հասցնի գառներին։ Ուրեմն 6 բաներ կային, որ մենք նկատեցինք։ Եվ հերթականության բոլորի մասին մենք կխոսենք։
Շարունակեմ 7-րդ համարը, որտեղ Տեր Հիսուսը շարունակում է եւ մեկնություն է տալիս առաքին։ Հիսուսը նորից ասեց նրանց. ճշմարիտ ասում եմ ձեզ, ես եմ ոչխարների դուռը։ Հարկ Տիրոջը, որ Հիսուսը սա բացեց ինձ ու քեզ։ Զարմանալի էր, ինչ էր իրենից ներկայացնում փարախի դուռը։ Պարզվում է, որ այս փարախի դուռը անձ է։ Եվ այս անձը Աստծո որդին է։ Եվ ինչ է ասում հիմա Տերը։ Ամեն նրանք, որ ինձանից առաջ եկան, գող ու ավազակ էին, բայց նրանց չլսեցին ոչխարները։ 9-րդ խոսք, նորից է կրկնում. Ես եմ դուռը, եթե մեկը ինձանով ներս մտնի, պիտի փրկվի, ու պիտի մտնի, ու պիտի դուրս գա, և արոտ պիտի գտնի։ Ես եմ բարի հովիվը, 14-րդ խոսք։ Եվ ասում է, որ ես 11-րդից կարդամ։ Ես եմ բարի հովիվը իր կյանքը ոչխարների համար է դնում։ Հիմա ներկայացնեմ գառներին։ Ովքեր են գառները։ Չէ՞ որ այնտեղ փարախոն կան գառներ։ Տեր Հիսուսը ասեց, որ ես եմ դուռը, ու եթե մեկը ինձնով մտնում է, նա դուրս է գալիս, ու նա կփրկվի եւ դուրս կգա արոտ կունենա։ Այսինքն գառները փրկված հոգիներն են։ Այն մարդիկ են, ով հանդիպել են Տեր Հիսուսին եւ ճանաչել են Աստծո որդին որպես իրենց փրկիչ, իրենց Աստված, եւ նրանք վերստին ծնունդ են ապրել։ Այս դեպքում, բայց չէ որ կար այնտեղ դռնապանը։ Ով էր դռնապանը, որ բացել էր դուռը գառների համար դեպի փարախ։ Որովհետև շարունակության մեջ ես խոսելու եմ նաև հովվի մասին, որ հովիվն էլ է դռնով մտնում դեպի փարախ գառների մոտ։ Բայց մինչև հովվներին գալը կամ հովին գալը, ես ուզում եմ մենք հասկանանք, չէ որ գառներն էլ պիտի դռնով անցնեն, որ մտնեն փարախ եւ այնտեղ գտնվեն։ Ինչպես է գառը հասնում փարախ։ Նա էլ է դռնով ներս մտնում։ Իսկ եթե դռնապանը դուռը բացում էր հովի համար, ուրեմն դռնապանը մինչև դուռը բացի հովի համար, նաև դռնապանը դուռը բացում է գառների համար։ Եթե փակ պահի, գառները չեն կարող մտնել փարախ։ Ով է դռնապանը։ Հովհաննեսի ավետարան 6-րդ գլուխ 44-45 համար։ Մեկը չի կարող ինձ գալ, Տեր Հիսուսն է խոսում։ Եթե ինձ ուղարկող հայրը նրան չքաշի, ու ես նրան հարություն առնել, եթե հայրս չքաշի, ու ես նրան հարություն առնել պիտի տամ վերջին օրում, պարզվում է, որ որևէ մի մարդ չի կարող իր ուժերով, իր ջանքերով գալ Հիսուսին։ Սա անհնարին է։ Ով է, որ ինձ ու քեզ օրերից մի օր բերեց Հիսուսի մոտ։ Տեր Հիսուսը գաղտնիք է բացում։ Հայր Աստված, նա քաշում է ու բերում է մարդկանց դեպի ինձ։ Ու եթե Աստված ինքը չկամենա ու ինքը չնախաձեռնի այս քաշելը, ինձ ու քեզ կանչելը դեպի փրկություն, ես եւ դու չենք կարող նրան մոտենալ։ Դռնապանը պարզվում է Հայր Աստված է։ Եվ նա լինելով դռան հսկողը, իսկ այս դռնով է իր որդին Քրիստոսը, Հայր Աստված, նա կամք ունի բարի, որ ես ու դու փրկվեինք եւ ապրեինք, եւ ինչ արեց,
օրերից մի օր Աստված ինձ ու քեզ քաշեց, բերեց, մոտեցրեց փրկության դրան մոտ եւ մեր աչքերը բացեց ցույց տալով. նայիր, սա քո փրկության դուրն է, նա իմ որդին է, ես նրան տվել եմ նվեր քո կյանքի փրկության գինն է նա վճարել, նա իր կյանքը դրել է քեզ համար, որ դու ապրես, եւ ինչ է քեզանից պետք, մի բան, մտիր, այս դռնով ներս, ինչ է նշանակում այդ դռնով ներս մտնել, 45 համար, մարգարեներն են գրել եւ ամեն ոք էլ ինչ էին գրել մարգարեները, տեսեք, ամեն ոք, այսինքն ամեն մարդ Աստծուց սովորած պիտի լինի, այն կամ նա, որ հորիցս է լսում, սովորում է եւ ինձ է գալիս, Տեր Հիսուսը բերում է խոսք 5 կտակարանից մարգարեներից, որ անգամ մարգարեները խոսել էին, որ ամեն մարդ պիտի այդպիսի մի ժամանակ գա, որ ամեն մեկը Աստծուց պիտի սովորի, ու եթե Աստծուն լսի, Աստծուց սովորի, ինչ կլինի, այդ մարդը ուր կգնա, նա փրկության դրան մոտ կգա, Հիսուսին կգա, այսինքն դռնապանը մեր Հայր Աստված իր սիրով, իր քաղցրությամբ հրավիրում է մարդկանց դեպի ապաշխարության, դարձի գալու եւ ճանապարհն է հայտնյանում եւ բացում, ասում է տեսեք, ես մի դուռ եմ դրել ձեզ համար, նա Հիսուս Քրիստոսն է, նա իմ գառն է, որ մորթվել է ձեզ համար, ու բերում է, քաշում է ամեն մեկիս Քրիստոսի մոտ եւ ասում է ներս մտեք։ Ու մեր աչքերը բացվում է ու մենք սկսում ենք սա ճանաչել։ Եվ ինչ ենք ճանաչում, որ Տերը ինչ է արել։ Տերն ասում է արդեն նորից կարդամ Հովհաննես 10-րդ գլխից։ Բարի հովիվն ինչ անում, իր կյանքը ոչխարների համար է դնում։ Եվ հայրս 15-րդ խոսք 10-րդ գլխից եմ կարդում։ Ինչ ճանաչում է, ես հայրն եմ ճանաչում, ու իմ կյանքս ոչխարների համար եմ դնում։ Ու երբ որ ես ու դու մոտեցանք այս դռանը, քանի որ հայրը օրերից մի օր բացեց ինձ ու քեզ, մենք հավատացինք, որ Քրիստոս մեզ համար մահացել ու հարություն է առել ու կանչեցինք. Տեր, եղիր իմ կյանքի Տերն ու Աստվածը, իմ փրկիչը։ Մենք վերստին ծնունդ ապրեցինք եւ սա նման էր, որ Քրիստոս դռնով անցանք։ Եվ ինչ կատարվեց? Կատարվեց այս խոսքը. Ես եմ դուռը, եթե մեկը ինձանով ներս մտնի, կփրկվի։ Մենք փրկվեցինք եւ ինչ եղավ? Մենք դարձանք ով? Քրիստոսի գառներն ու ոչխարները։ Պիտի մտնեն եւ դուրս գան ու արոտ գտնեն։ Եվ մենք գտանք արոտ։ Մենք դարձանք Քրիստոսինը եւ Քրիստոս սկսեց հոգ տանել իմ ու քեզ համար։ Շատ լավ, մենք դարձանք նրա գառները։ Իսկ ո՞րն է ոչխարների փարախը։ Ոչխարների փարախը եկեղեցին է։ Որովհետև Քրիստոս անհատապես ամեն մեկիս հետ գործում է, առանձին, հատ առ հատ, ամեն մեկիս հետ, որտեղ որ մենք գտնվում ենք, նա գործ ունի ամեն մեկիս հետ, յուրովի։ Եվ նա ինչ էր ասում, գառները ճանաչում են հովի ձայնը։ Մենք ճանաչում ենք Տիրոջ ձայնը իր հետևից գնալու համար։ Եվ ինչ անում Տերը, սկսում է մեզ կանչել եւ հավաքել փարախում։ Փարախը եկեղեցին է դառնում։ Ժողովարանը, ուր Աստծո ժողովուրդը սկսում է միաբան հավաքվել։ Տասնվեցորդ համար, ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս բակից չեն։ Նրանց էլ պետք է որ բերեմ ու իմ ձայնս պիտի լսեն։
ու լինեն մեկ հոտ ու մեկ հովիվ։ Այսինչ ուրիշ ոչխարներ են, որ այդ բակից չեն։ Հիմա այսինչ բակ էր, որ խոսեց։ Սա Իսրայելն էր, հրյաներն էին, որոնց մասին տվյալ պահին խոսում էր Տեր Հիսուսը։ Մյուս բակը, որից պիտի կանչեր Հիսուսը փրկության, գառներ ունենար, հեթանոս ազգերն էին։ Եվ ասեց նրանցից էլ կկանչեմ, եւ ինչ կանեմ, բոլորին կմիացնեմ, այլևս չի լինի հրյա եւ հույն, այլ կլինի մեկ հոտ ու մեկ հովիվ, եւ բոլորը կճանաչեն, որ մեկ հոտ է, այլևս խտրություն չկա, Աստված չի զանազանություն դնում հրյա թե հույն է, կարևորը որ Քրիստոս Հիսուսով ունենան փրկություն։ Հաջորդը առակի մեջ տեսնում էինք հովին։ Նորից հասկացանք Քրիստոս եւ դուրն է, որը տանում է դեպի գառների մոտ փարախ, Քրիստոս նաեւ ով է, հովիվն է, բայց ոչ թե ուղակի հովիվը։ Առակի մեջ նա միայն ասաց հովիվ խոսքը, բայց մեկնության մեջ ինչ ավելացրեց։ Ես բարի հովիվն եմ։ Ինչու՞։ Որովհետև ես իմ կյանքս դնում եմ իմ գառների եւ իմ ոչխարների համար։ Ինչու է սա կարևոր, որ նա ասեց ես եմ բարի հովիվը։ Եկեք հիշենք այդ բարի խոսքի վերաբերյալ մի միտք։ Մի հարուստ պատանի, ով մոտեցավ Տեր Հիսուսին, այսպես ասաց. բարի վարդապետ, ինչ անեմ, որ երկնքի արքայությունը ժառանգեմ։ Եվ Տեր Հիսուսը նրան ասաց. ինչու ես ինձ բարի կոչում, չէ որ Աստծուց զատ մեկը բարի չէ։ Աստված է միայն բարի։ Մենք մարդիկս բարի չենք։ Մենք բարի ենք դառնում, երբ որ նմանվում ենք Քրիստոսի։ Երբ որ Աստծո հոգին ապրում է մեր սրտում եւ մենք ապրում ենք աստվածային կյանքով, այո, Սուրբ Հոգու էությունը դրսևորվում է մեր միջոցով եւ մենք բարի ենք վարվում, որովհետեւ նա է բարի։ Մենք նրա էությունն ենք մեր մեջ կրում եւ նրա էությունը, որ մեր վերստին ծնված մարդու մեջ է, դրսևորվում է։ Դա նրա բնավորությունն է, բարի լինելը։ Եվ հիմա ինչ է Տերն ասում։ Առակի մեջ մեն ասում է հովիվը, ով մտնում է դռնով, իսկ մեկնության մեջ ասում է ես բարի հովիվն եմ։ Ինչու բարի, որովհետև Աստված է բարի, եւ նա ուներ իշխանություն ասելու ես բարի հովիվն եմ, որովհետև նա Աստված էր մարմնի մեջ։ Աստված մարդացավ եւ հայտնվեց մեզ։ Քրիստոս Աստված է։ Եվ նա ունի իշխանություն խոսելու, որ ես բարի հովիվն եմ։ Ես եւ դու չենք կարող սա ասել մեզ համար, մարդուս համար, բայց նա ունի այս իշխանությունը եւ նա արժան է, որ իրեն անվանենք բարի հովիվ։ Եվ ինչու ունի նաեւ այս իրավունքը ասելու, որ ես եմ բարի հովիվը։ Նա մեկնության մեջ բացատրեց. ես իմ կյանքս տալիս եմ գառների համար, ես վճարում եմ գառների համար, նրանց ապրելու համար ես իմ կյանքով եմ հատուցում, որ ունենամ իրենց ես ինձ եմ դնում։ Եվ ինչ է ասում է 17-րդ խոսքում, նրա համար իմ հայրը սիրում է ինձ, քանի որ ես իմ կյանքս եմ դնում, որպեսզի նորից առնեմ, մեկը չի հանում այն ինձանից, մեկը չի կարող իմ կյանքը առնել ինձանից, այլ ես եմ դնում այն ինքս ինձանից, իշխանություն ունեմ այն դնելու եւ իշխանություն ունեմ այն նորից վերցնելու, ու այս պատվերը իմ հորիցս արա։ Տեր Հիսուսը ստիպված չէ գնացել խաչի մահվան,
Նա ներկայացրեց մեկը իշխանություն չունի իմ կյանքը ինձանից վերցնելու։ Երբ որ նա կանգնած էր Պիղատոսի առաջ, Պիղատոսն ինչ էր ասում. խոսիր, դու չես հասկանում ում առաջ ես կանգնած, դու չես տեսնում, որ այսքան մարդ քեզ մեղադրում է, ամբաստանում է եւ պահանջում է, որ քեզ մահվան մատնենք, դու քեզ արդարացրա, որ դուրս գաս այս վիճակից, որ չգնաս մահվան։ Բայց Հիսուսն ինչ ասեց. ասես դու իշխանություն չէիր ունենա ինձ վրա, եթե երկնքից քեզ տրված չլիներ։ Սա այն օրն էր Տեր Հիսուսի համար, որ կատարվելու էր գրվածքները, որ նա որպես գար մորթվելու էր առանց խոսելու, դրա համար լռեց եւ մարգարեությունը կատարվեց, նա ինքն իրեն չարդարացրեց, որ այդ բոլոր ամբաստանություն էր եւ այդ մարդիկ սրիկա մարդիկ էին, խաբեբա մարդիկ, ովքեր սուտ էին վկայում Հիսուսի համար Պիղատոսի առաջ կամ թագավորի առաջ, ասելով, որ նա հայոյում էր Աստծուն։ Հիսուսը լռում էր։ Ինչու էր լռում? Որովհետև պիտի կատարվեր գրվածքը։ Նա լռելով, ինչպես մի ամլիկ գար գնում էր մորթվելու, ինչպես իրեն խուզողների առաջ մի գարան, մի փոքրիկ գար մաքի գնում էր առանց ձայն հանելու լռությամբ։ Մեկը չուներ այդ իշխանությունը նրա հետ այդպես վարվելու, եթե ասում է ես իմ կյանքը չդնեմ։ Բայց ինչ խորհուրդ կար։ Հայր Աստված սիրում է ինձ, որովհետև ես հոժար դնում եմ իմ կյանքս։ Բայց ինչ պատվեր ունեմ Աստծուց, ունեմ իշխանություն դնելու եւ իշխանություն նորից վերցնելու, ես հարություն եմ առնելու երրորդ օրը։ Եվ նա ասեց, որ մենք առակում ինչ տեսանք, երբ որ հովիվի առաջ դռնապանը ինչ անում, դուռը բացում է, նորից կարդամ առակի մեջ։ Դռնապանը երրորդ համարում էր գրված։ Բացում է ոչխարների հովի համար դուռը, եւ ոչխարները նրա ձայնը լսում են, ու իր ոչխարները անունով են անունով է ոչխարներին կանչում, ու դուրս է տանում նրանց։ Երբ իր ոչխարներին հանում է, նրանց առաջից է գնում, ու ոչխարները գնում են նրա հետևից, որովհետև ճանաչում են իր ձայնը։ Տեր Հիսուսի ձայնը մենք ճանաչում ենք։ Սա մեծ արտոնություն է, որ ես ու դու Աստծո որդու ձայնը ճանաչում ենք։ Դուք ասես ինչպես են ճանաչում։ Մենք հոգի ունենք մեր ներսում, եւ մեր հոգու մեջ Աստծո հոգին վկայում է, եւ Տերն է խոսում մեզ հետ։ Դու միգուցե չպատկերացնես, բայց այո, քո հոգին գիտի նրա ձայնը։ Երբ որ նա կանչում է, դու կարող ես նրա կանչը հասկանալ։ Սովորական բնական կյանքում հովիվը չի գնում առջևից։ Նա գնում է ոչխարների հոտի ետևից։ Եվ ինչ անում, իր փայտով, իր մահակով գառներին, ոչխարներին առաջ է քշում, կողքից է նայում, որ այս կողմ չգնան, այն կողմ չգնան։ Բայց այստեղում Հիսուսն ասեց, հովիվը գնում է առջևից, եւ նրանք ինչ են անում, ձայնը լսելով գնում են իր ետևից։ Գառները ճանաչում են Աստծո ձայնը, եւ մեր գործունեությունն է, մեր ուշադրությունը, մեր հայացքը Հիսուսին պահել։ Նա ետևից չի գալիս, նա մեր առաջից է գնում։ Մենք պիտի ուշադիր լինենք Հիսուսին, մեր հայացքը Հիսուսի վրա կենտրոնացած լինի, որ նրան մեր հայացքից, մեր ուշադրությունից չկորցնենք։ Ուրեմն մենք ինչ պարզեցինք։ Գառները փրկված հոգիներն են, ովքեր մտել են Քրիստոս դռնով ներս, փրկությունն են ընդունել, եւ հետո Տեր Հիսուսը ինչ անել այս գառների, բերում համախմբում է փարախի մեջ եւ ձևավորում է եկեղեցի, ժողով, որը դառնում է փարախը, ոչխարների դուռը։ Սա երկուս մենք տեսանք, որ հովիվը, բարի հովիվն է, երբ որ խոսքը գնում է Տեր Հիսուսի մասին, դռնապանը Հայր Աստվածն է։ Իսկ հիմա մեկնության մեջ նայենք շարունակությունը։ Մենք գողին դեռ չենք հասել։
Կար գողը այնտեղ, որը չի մտնում դռնով, ու Տերն ինչ ասում, ով է այս գողը։ 8-րդ խոսքում, նրանք, որ ինձ առաջ եկան, գող ու ավազակ էին, բայց նրանց չլսեցին ոչխարները։ 10-րդ խոսք, գողը ուրիշ բանի համար չի գալիս, բայց միայն գողանալու, սպանելու, կործանելու համար ես եկա, որ կյանք ունենաք ու ավելին ունենաք։ Գողը գլոբալ առումով սատանան է։ Ինչ կամք ունի, ինչ խորհուրդ ունի սատանան գառների համար իմ ու քո կյանքի վերաբերյալ։ Նա մի ցանկություն ունի։ Գա գողանալու, մեզանից թալանելու, կողոպտելու, ինչը հավիտենական կյանքը։ Նա ուրիշ բանի համար չի մոտենում։ Գողանալու, թալանելու եւ վերջնականարը կործանելու, հավիտենական կործանում եւ դժոխք տանելու ծրագիր ունի։ Բայց Տեր Հիսուս այստեղ ինչ ասեց առակի մեկնության մեջ։ Բոլոր նրանք, որ մինչև ինձանից առաջ եկան, գող եւ ավազակ էին։ Ստասում է մինչև մենք Քրիստոսին կհանդիպեինք ու փրկությունը կընդունեինք, եղել է դեպքեր, որ թշնամին մոտեցել է։ Հոգևոր առումով եմ ասում։ Երբ որ մարդու մեջ գալիս է հավիտենական կյանքի համար փափակ, երբ որ Աստված սկսում է մարդու կյանքում գործել, ապաշխարության հրավիրել, երբ որ Սուրբ Հոգին սկսում է մեր սրտերի հետ աշխատել, այն ժամանակ, երբ որ դեռ մենք Հիսուսին չենք ճանաչում, գտնվում ենք աշխարհում, մինչև կհանդիպենք Հիսուսին, ինչ է լինում, Տերը բացատրեց։ Ովքեր որ մինչև ինձ եկան։ Սատանան այդ ժամանակ ինչ է փորձում անել, կեղծ ուսմունք բերել, սխալ ճանապարհներ ցույց տալ, որ մենք սխալ ճանապարհով գնանք Աստծուն։ Ինչ որ մտքեր, փիլիսոփայություններ, ինչ որ արևելյան ուսմունքներ, ինչ որ հոգևոր փիլիսոփայություններ առաջարկել տարբեր ձևերով, գրականությունների միջոցով, չգիտեմ, հեռուստատեսության միջոցով, կարող է դու YouTube-ում ինչ որ մի բան տեսնեիր, լսեիր ու մտածեիր, որ սա Աստծո ճանապարհն է ինձ համար, բայց դա չլիներ Քրիստոսի ճանապարհը։ Ինչու է սատանան ակտիվանում, երբ որ սատանան հակառակորդը տեսնում է, որ Աստված հրավիրում է մարդկանց փրկության, ուզում է մոտեցնել փրկության դռանը, գողը սատանան տարբեր ճանապարհներով մոտենում է, ինչ անելու, խաբելու, որ այս մարդը փրկության դռնով Քրիստոսով չմտնի, որ երկնքի առաքությունը չժառանգի։ Սա գողի ծրագիրն է։ Բայց հիմա նորից գանք առաքին։ Տերն ինչ ասեց։ Նա, ով որ դռնով չի մտնում ոչխարների փարախը, նա գող եւ ավազակ է։ Հիմա մենք գանք արդեն մարդկային ֆակտորին։ Մենք քննարկեցինք սատանայի որպես հոգևոր էություն, նրա գործունեությունը, որ գող է, բայց նայենք նաեւ մարդկային կողմին։ Առակի մեկնության մեջ Տերն էսպես է ասում 12-րդ համար։ Բայց վարձկանը, ով հովիվը չէ, ու ոչխարները իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախնում է, ու գայլը հափշտակում է ոչխարներին ու ցրում է նրանց։ Եվ վարձկանը փախչում է, քանի որ վարձկան է ու ինքը հոգս չի տանում ոչխարների համար։ Ուրեմն կա վարձկանը։ Ով է վարձկանը։ Սա արդեն մարդն է, տեսեք, մենք խոսեցինք սատանան որպես հոգևոր էություն, բայց կա նաև վարձկանը, մարդ, ով նորից ոչխարների փարախ չի մտնում դռնով, Քրիստոսով։ Ով է նա։ Նա իբր ուզում է լինել հովիվը, նա ներկայանում է, որ հովություն է անելու, հոգ է տանելու գառների, ոչխարների համար, ծառայելու է Աստծո ժողովրդին, բայց ո՞րն է նրա նպատակը, վարձքը, ֆինանսը, գումարը։ Եվ քանի որ Քրիստոս չի կանչել, Հայր Աստված իրեն չի կանչել ու Քրիստոս դռնով ինքը չի մտել այդ մարդը, Աստուց չի կոչումը,
ինքը Աստծուց կանչված չի այս ծառայությունը մատուցելու Աստծո ժողովրդին, ինքը չի կարող այդ սիրտ ունենալ Հովվի։ Դրա համար ինչ սիրտ ունի, վարձկանի։ Ինքը սա անում է ինչի համար, փող աշխատելու համար։ Իր նպատակը նյութական բարիքներ ունենալն է ոչխարների ու գառների հաշվին։ Կարդամ մարգարեություններից տեղեր։ Երեմիա մարգարե 21-րդ գլուխ։ Կներեք։ Վայ առաջին երկրորդ համար, վայ այն հովիվներին, որոնք կորցնում ու ցրում են իմ արոտի ոչխարներին։ Տերն էլ ասում է, դուք իմ ոչխարներին ցրիվ տվեցիք ու քշեցիք ու նրանց չխնամեցիք, ահա ձեր չար գործերի համար ես կպատժեմ ձեզ։ Եզեկիել 34:1-6 Տիրոջ խոսքը ինձ հասավ, ասելով մարդու որդի մարգարեացիր Իսրայելի հովիվների մասին։ Այսպես է ասում Տեր Աստված, վայ Իսրայելի հովիվներին, որոնք իրենց են արածեցնում, տեսեք, ինչ է արածացնել է, կերակրել է, որոնք գառներին կերակրելու սնուցելու տեղը իրենց են սնուցում, չէ որ հովիվները հոտը պիտի արածեցնեն, բայց ինչ էին անում այս մարդիկ, յուղը ուտում են, բուրդը հագնում են, ինչ են անում, խուզում են գառներին և վերցնում են դա, և պարարտին էլ մորթում են, իսկ հոտը չեն արածեցնում, տկարներին չեն ուժեղացնում, հիվանդին չեն բժշկում, կոտրածի վիրակապերը չեն կապում, մոլորվածին հետ չեն բերում, այսինքն չեն գնում մոլորված գառանը հետ բերելու, կորածին չեն որոնում, այլ խստությամբ ու բռնությամբ տիրում են նրանց վրա, և հովիվ չլինելու պատճառով այս գառները ինչ է լինում, ցրիվ եկան, կերակուր դարձան դաշտի գազաններին, ցիրուցան դառան, մոլորվեցին իմ ոչխարները բոլոր սարերի վրա, բարձր բլուրների վրա, ամբողջ երկրի երեսի վրա ցրվեցին իմ ոչխարները, բայց որոնող չկա ու փնտրող չկա։ Երրորդ մարգարեությունը Զաքարիայից, ինչի եմ ընտրել այսպես, որ մեր ուշադրությունը տեսեք հրավիրեմ, որ 3 տարբեր մարգարեներ նման բան են խոսում։ Զաքարիա 11:4-5 այսպես է ասում Տերը, արածացրու մորթվելու հոտը, որոնց գնողներ, այսինքն մարդիկ գալիս են առնում են ասում այս գառներին, ու ասում է գնողները նրանց մորթում են ու հանցավոր չեն զգում իրենց, և որոնց ծախողները ասում են, թող օրհնյալ լինի Տերը, որ հարստացա, և նրանց հովիվները չեն գթալու նրանց վրա։ Ով է վաճառում այս գառներին։ Վարձկան հովիվը, պատկերացնում ես ինչա գրված։ Վարձկան հովիվը հոտի գառանը ոչխարին փողով ծախում է։ Իսկ դու հասկանես, որ սա ուղղակի անասունի մասին չի, կենդանու մասին չի գառասելով, երբ որ Աստված խոսում է։ Սա մարդկային կյանքերի մասին է խոսքը։ Ասում է, սրանք առևտուր են անում։ Իբր անունով հովիվը, բայց ինքը վարձկանը։ Ու կարևոր վարձկանը չար սիրտ ունի։ Իր նպատակը հարստանալն է։ Իր նպատակը փողն է, նյութականն է։ Եվ ինքը պատրաստ է անգամ ինչ անի, փողով ծախի, հոտի անդամի, եկեղեցու անձին ծախի և ծախելուց հետո տեսնում է, որ տանում են, մորթում են, այս մարդը կորում է, բայց ինչ են ասում, փառք Աստծո, որ ես հարստացա, սա ասում է հովիվը, թանկագիններս, կար ժամանակ, որ ես մտածում եմ, որ մարդը ով ծառայող է, ով հովիվ է, ով կանոնում և քարոզում Աստծո խոսքը, սուրբ մարդ է։ Որտեղ պատկերացման մեջ այդպես է, որ եթե մարդ ծառայում է Տիրոջը, ուրեմն այս մարդը պետք է իր կյանքը նվիրի Աստծուն և նվիրաբերած լինելով Աստծո փառքի համար ծառայի։ Բայց անցավ տարիներ, ես 94 թվականից եմ խոսքի ծառայության մեջ։
Եվ եկավ տարիներ անցավ, եւ երկար տարիներ անց, եւ ինչ հասկացա, որ Աստծո ժողովրդին ավելի մեծ վնաս չի հասցվել մարդկանց կողմից, քան հովիվների։ Նրանց, ովքեր կանգնել են եւ իրենց ներկայացրել են որպես Աստծո ծառա, բայց ինչ են արել, քանդել են Աստծո գործը, ավիրել են Աստծո հոտը, արև տուր են արել եւ մարդկանց կյանքերն են վնասել։ Ինչու՞, որովհետեւ վարձկան է։ Առակի մեջ ինչ խոսք ասես Տերը, ովքեր որ չեն մտնում դռնով, դրանք գող եւ ավազակ են։ Պարզում է, որ գող եւ ավազակ այս վարձկանն են նաեւ։ Ով մտավ ծառայության մեջ։ Սկզբում դեռ գող եւ ավազակ չի։ Մտավ Աստծուն ծառայության գործի մեջ, բայց քանի որ մտավ այդ սրտով, վերջի վերջո ինչ շատ է ունենալու, նա դառնալու է գողն ու ավազակը եւ չարություն անելու։ Մատթեոս 9:35-36 համարներում ասված է, Տեր Հիսուսը նայեց ժողովրդին, այդ համարը չկա գրված ճիշտն ասած, Գայանե ջան, մի մանարի, Տերը նայեց եւ տեսավ, որ ասում են նմանացրել ժողովրդին ցիրուցան եղած ոչխարների, որոնք հովիվ չունեն եւ ասեց, աղաչեք հունսկի տիրոջը, որ հունսկի Տերը ինչ բարձրացնի, մշակներ։ Եթե մարդիկ չունեն հովիվ, անխնամ ցիրուցան եղած է։ Այո, կա վարձկանը։ Տեսանք բարի հովվին, բայց նաեւ կա հովիվը։ Հովիվները այն մարդիկ են, որոնց Աստված կանչում է եւ նրանք կոչում ունեն հովիվ լինելու եւ Քրիստոս դռնով են ներս մտնում։ Հովհաննեսի ավետարան 21-րդ գլուխ։ Տեր Հիսուսը խոսում է Պետրոսի հետ։ Երբ որ հարություն էր արել Աստծո որդին, առաքյալները գնացել էին ձկնորսության ու Տերը եկավ ու ափին խորովել էր ձուկ, հաց էր դրել ու երբ որ դուրս եկան, Տերը խոսեց 15-րդ խոսք։ Խոսք ուղղեց Սիմոն Պետրոսին. Սիմոն, Հովնանի որդի, ինձ նրանցից ավելի ես սիրում։ Նա ասեց. Այո Տեր, դու գիտես, թե քեզ սիրում եմ։ Ասեց նրան. արածացրու իմ գառներին։ Առաջին տեղում, երբ որ Տերը հարցնում է, սիրում ես, ագապե խոսքն է դրված հուներենում, որը աստվածային սերն է։ Դա մարդկային սեր չէ, որովհետև հուներենում 3 սեր կա, որը գործածվում է։ Ագապե աստվածային սեր, ֆիլիո մարդկային սեր եւ էրոս դա կրքային սերն է, մարմնավոր։ Այստեղ Տեր Հիսուսը ագապե սերն է օգտագործում։ Բայց Պետրոս երբ որ ասում է դու գիտես, որ սիրում եմ, Պետրոսը պատասխանում է ֆիլիո սերը ասելով, որ ինքը որպես մարդ, որպես ընկեր սիրում է Հիսուսին։ Հիսուսը նորից երկրորդ անգամ ասեց. Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ, նորից այդ ագապե սերը նկատի ունի։ Պետրոսն էլ ասեց. այո Տեր, դու գիտես, թե սիրում եմ քեզ, նորից այդ ֆիլիո սերը ասեց։ Ի պատասխան, արածացրու իմ ոչխարներին։ Երրորդ անգամ ասեց. Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ, ու Տերը արդեն ֆիլիոն է ասում, որպես իրեն ընկեր։ Պետրոսը տրտմեց, որ երրորդ անգամ է իրեն հարցնում է, թե սիրում ես, ու ասեց նրան. Տեր, դու ամեն բան գիտես։ Դու գիտես, թե ես քեզ սիրում եմ։ Նա էլ ասաց. արածացրու իմ ոչխարներին։ Ով է այստեղ դառնում Պետրոսը։ Հայր Աստված կոչում ուներ Պետրոսի համար, եւ հայրը որդուն որպես դուռ բացում է, որ ու հրավեր է ստանում Պետրոսը, մտիր Քրիստոսով, ոչ թե արդեն, որ դու փրկվես եւ դառնաս գար,
Չէ, մտիր արդեն որպես հովիվ փարախի մեջ գառներին խնամք տանելու համար։ Պետրոսը Աստծուց տանում է հովիվ լինելու կոչումը։ Եվ պայմանը ո՞րն էր, սիրելիներս։ Մի բան, սերը։ Սիրում ես ինձ, քո եղբայրներից հետ ավելին։ Ասում է, այո, Տեր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ։ Ուրեմն արած Աստծո։ Ո՞րն է հովի սիրտը, որ Աստված ուզում է այդ մարդը սիրտ ունենալ։ Սիրիր Աստծուն, որքան կարելի է շատ։ Պայմանը սերն է, ուրիշ պայման չկա։ Եթե սիրում ես Տիրոջը, ուրեմն ինչ կանես, հոգ կտանես Աստծո գառներին։ Եվ ո՞րն է հայտնությունը, չի ասում հովի քո գառներին։ 3 անգամ էլ շեշտում է Տերը։ Խնամիր, արած Աստծու ում, Տերն ասում է, իմ գառներին։ Դու հովիվ ես, բայց գառներն ումն են, գառները քոնը չեն։ Գառները իմն են, իսկ դու կանչված ես խնամելու իմ գառներին։ Եվ Պետրոսը ասեց այո, սիրում եմ, ու ինչ կանեմ, ուրեմն կանեմ։ 24 թվականի նոյեմբեր ամիսն էր, երբ որ մենք հոկտեմբերից արդեն սկսել էինք եկեղեցին, ես այս տեղը վերցրեցի, կարդացի, եւ այս տեղը կենթանացավ իմ աշկերիս համար։ Կարծես Տեր Հիսուս այս խոսքերով խոսում էր իմ սրտի հետ։ Սիրում ես ինձ։ Այս խոսքերը ասես կենթանի էր դարձել ինձ համար, ու ոնց որ առաջին անգամ նորից կարդայի։ Եթե սիրում ես իմ գառներին հոգ տար, խնամիր։ Եփեսացի 4:11 համարում ասված է, որ Տեր Հիսուսը ծառայության որպես պարգև 5 պարգևներ կային։ Մեկը սա հովությունն էր։ Տվեց, իր ժողովրդի մեջ բաշխեց։ Առաջին Պետրոս 2:25 կարդամ։ Որովհետև մոլորված ոչխարների պես էիք, բայց հիմա դարձաք դեպի ձեր հոգիների հովվին ու տեսուչին։ Այո, Աստված Պետրոսներ է կանչում եւ Քրիստոս դռնով մտցնում է իր եկեղեցի, մարդ է դնում, որ հոգ տանի իր հոտին։ Բայց հոգիների հովիվն ու տեսուչը ով է մնում։ Քրիստոսը։ Տերը ինձ հրավիրեց, որ ես կանչես, որ ես խնամեմ, հոգ տանեմ մեզ համար, ձեզ համար, բայց մեր բոլորիս հոգիների հովիվն ու տեսուչը մնում է Քրիստոսը։ 5-րդ գլուխ Պետրոսի թուղթ 4 խոսք։ Եվ երբ որ հովվապետը երևա, փառքի անթարան պսակը կստանաք։ Տեր Հիսուսը նաև հովվապետն է։ Ինչու՞։ Որովհետև նա ունի Պետրոսներ տարբեր տեղերում մարդիկ, անձեր իրական, որոնց հրավիրել է իր փառախի մեջ ծառայելու, կարգել է հովիվներ։ Ինքն էլ բոլոր այդ իր կողմից դրված հովիվների ինչն է, գլխավորն է, հովվապետն է։ Եբրայեցիս 13-րդ գլուխ 20 համար։ Եվ խաղաղության Աստվածը, որը հավիտենական ուխտյայինով մեռելներից հարություն տվեց ոչխարների մեծ հովին, մեր Տեր Հիսուսին։ Տեր Հիսուսը նաև մեծ հովիվն է։ Նա գլխավոր հովիվն է, նա հովվապետն է, նա բարի հովիվն է, եւ բոլոր հովիվների գլուխն է։ Փառք լինի Տիրոջը։ Այս նորից հիշենք առակի մեջ ինչ էր ասված, անգամ այն հովիվը, որին Տերը կմցնի, արդեն մարդու մասին եմ ասում, իր փառախը ծառայելու իր գառներին։ Իր գառները ինչ կանեն, կճանաչեն հովվի ձայնը։ Եթե նա Պետրոսն է, Աստծուց հրավիրված, Աստծուց կանչված է իր ժողովրդին ծառայելու այդ մարդը։ Այդ մարդը, որ խոսքը խոսի, Աստծո խոսքով ծառայի Աստծո ժողովրդին։ Աստծո ժողովուրդը իրենց հոգու մեջ կճանաչեն Քրիստոսի ձայնը այդ մարդու միջոցով։ Վերջնականորեն հոգիների հովիվը Քրիստոսն է, բայց եթե նա Պետրոսը, նա Աստծուց կանչված է խնամելու Աստծո ժողովրդին, մարդիկ ինչ կանեն, լսելով Աստծո ծառային
կզանազանեն, որ նա տիրոջ մարդն է, նա Պետրոս է տվյալ դեպքում, այսինքն Աստծո ծառայա, ինչ անելու, իրենց ծառայելու, իրենց խնամք տանելու, իրենց արոտավայր առաջնորդելու, սառնորակ ջրերի մոտ տանելու, ժամանակին իրենց կերակուրի իրենց տալու։ Հարկ Աստծո, որ դու ու ես ունենք հոգի, ով կզանազանի տիրոջ ձայնը։ Այսինքն սա մտքի հետ կապված չի։ Սիրելիներս, ես վկայեցի, որ Տերը ինձ հրավիրեց, ինձ հետ խոսեց, խնամք տար իմ գառներիս, թանկագիններս, բայց սա մի բան է, որ դու քո հոգում կհասկանաս։ Տվյալ դեպքում ես, եթե սա խոսում եմ, Աստվածանից եմ խոսում, թե ոչ։ Վկայությունը, հաստատություն դու քո ներսում կունենաս։ Սա մարդը չի, որ քեզ կհամոզի։ Պետք չի մարդը համոզի։ Դա վտանգավոր է։ Դու պիտի քո ներսում զանազանես։ Դու պիտի Աստծո հոգուց այս վկայությունը ունենաս։ Եվ այդ դեպքում ինչ կլինի, Աստված կփառավորվի, Աստված հոգ ու խնամք կտանի ամեն մեկիս համար։ Աղոթենք Տիրոջը։ Հալելույա Տեր, օրհնյալ մեր Աստված,